վիզաները, ուրեմն Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկրի գործընկերներին, նրանց ովքեր ներկայություն ունեն Երևանում առնվազն, մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, հնչում են տեխնիկական պատճառաբանություններից վերջացրած մինչև ֆինանսական դեպքեր կան, ընդունում ենք հայկական, օրինակ, չգիտեմ, դիմողի դժգոհություն դեպքեր կան, բայց բացառիկ է սա կանոն չեմ կարող դարձնել, որ մենք չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ օրինակ հարգալից վերաբերմունք է դրսևորվել, դեպքեր էլ կան, բազմաթիվ դեպքեր էլ կան, կամ եթե կուզեք դեպքերի մեծ մասում առնվազն մենք առարկություն չունենք, հիմա այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով, բայց ընդհանուր առմամբ հարցի ուրեմն խնդրի լեգիտիմությունը եւ խնդրի գոյությունը ընդունում եմ եւ առաջին անգամ չի որ արտգործնախարարը ասում է որ այս հարցով մենք մեր ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք դրա լավագույն լուծումը եթե կուզեք մեծ հաշվով վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ եւ հնարավորինս արագ ավարտն է Ստեղ էլ գաղտնիք չի, որ Հայաստանի Հանրապետությունը իր բաժին գործ ունի անելու, միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չի, սկսած բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի նորմալ համակարգի ներդրումից վերջացրած բազմաթիվ այլ հարցերով։